Քանի որ անդրադարձա քաղաքացիության թեմային, բնականաբար ցանկանում եմ նաև նշել ամփոփ վիճակագրական պատկերը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումների մասով։ Ընդհանուր թվով ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել Ղարաբաղից տեղահանված 34576 անձ։ Պիտի փաստեմ, որ մերժման դեպքերը 0 են։ Այսինքն մենք չենք ունեցել որևէ իրավիճակ, երբ մեր հայրենակիցը կդիմի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար եւ կստանա մերժում։ Չենք ունեցել որևէ մերժման դեպք։ Փաստեմ, որ նաեւ Ղարաբաղից տեղահանված անչափահասների թիվը երբ որ դիտարկում ենք, այն 28000 է եւ նրանցից արդեն 12000-ը անձնագրավորման եղանակով ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ընդ որում նաեւ ուրախ եմ արձանագրելու, որ վերջին ժամանակահատվածում աճել է նաեւ դիմումների տեմպը։ Երբ որ մենք 2026 թվականի հունվարի 1-ին գործարկեցինք նոր պլատֆորմը քաղաքացիության դիմումների ստացման, մենք նկատում ենք, որ եթե անցած տարի, օրինակ 2025 թվականի առաջին կիսամյակում մենք ստանում էինք շուրջ 4000 դիմում քաղաքացիության մասով, 2026 թվականի առաջին 2.5 ամսվա կտրվածքով արդեն այս թիվը հատել է 5000-ը, սա նաև մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների նաև պատրաստակամության մասին է խոսում ինտեգրվելու, իրենց հետագան Հայաստանի Հանրապետության հետ կապելու եւ մենք այո